Հնարավոր էր արդյոք այդ 7 շրջանները պահել, չհամարելով դրանք բանակցությունների առարկա, փոխզիջման առարկա եւ շարժվել մոտավորապես այն ուղղությամբ, ինչպես շարժվեց Ռուսաստանը Դոնեցկի ու Լուգանսկի շրջանները վերամիավորելու հարցում։ Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահից հետաքրքրվում են. հնարավոր չէր Արցախը բանակցվող 7 շրջանների հետ միասին ճանաչել Հայաստանի կազմում, ինչպես դա արեց Ռուսաստանը Լուգանսկի եւ Դոնեցկի հետ։ Ռուսաստանը աշխարհի ամենից հզոր ատոմային պոտենցիալ ունեցող երկիրն է։ Եթե Հայաստանն էլ 150 միլիոն բնակչությամբ ատոմային գերհզոր պետություն լիներ, հավանաբար կվարվեր նույն կերպ։ Բայց դա անհնար է, երբ տարածքով, ռեսուրսներով փոքր մի երկիր ես, թեկուզ հզոր Երևալու մեծ ցանկություններով։ Մնում էր բանակցելը։ Հենց մենք հայտարարում էինք այդպիսի մի տարբերակ, սա նշանակում է, որ այլևս բանակցելու թեմա չկա, դա Արցախ-Հայաստանը եւ վերջ մոտարապես հետևանքները սա են լինելու։ Սա կլներ ուղղակի արկածախնդրություն, որի հետևանքը կլներ պարտություն։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Արցախը Հայաստան է եւ վերջը Արցախ բերեց Թուրքիային։ Կարող է խելք չի կտրել, ասենց հայտարարեինք, ասեինք, Ղարաբաղ Հայաստանը եւ վերջ։ Կարող է օրինակ ես Ղարաբաղ նախագահ ընտրվելուց ինագուրացիան, ասենց ցանկություն չեմ ունեցել ինագուրացիան անել Շուշիում։ Դա չենք արել, չէ՞։ Մենք այն ժամանակ երբեք չենք փորձել նույնիսկ այնպես անել, որ Թուրքիայի մասնակից սարքենք այս հարցին։ Միշտ փորձել ենք Թուրքիայի հետ շատ ավելի ճկունենք։ Բայց դրանով չբավարարվեց Հայաստանի իշխանությունը։ 2020-ի ամռանը Տավուշում երրորդյա պատերազմը Սարդարապատի հերոսամարտին հավասարեցրեց, կարծես էստի ասեր Անկարային։ Հայտարարություններ, որ թուրք-ադրբեջանական տանդեմինք մենք հաղթեցինք, մեր բանակը ամենից հզոր բանակն է եւ այլ եւ այլ։ Մեր բանակը ավելի մարտունակ էր, քան Ադրբեջանի բանակը։ Բայց համեմատության եզրեր չկա պոտենցիալով թուրքական բանակի հետ։ Եվ դա սարքել Սարդարապատ 72 հատ մարտական խաչ տալ Սարդարապատում, սա ոնց որ էլի գրգռես անընդհատ, sense Թուրքիային ասես մի հատ միացեք Ադրբեջանի հետ, միացեք այս հարցը լուծեք, այս հայերը մեզանից ինչ են ուզում։ Ես մինչև այսօր ես չեմ հասկանում, մի մարդ չի հայտնել, որ ասի չի կարող, մի արեք դա։ Արցախը Հայաստան է եւ վերջը ծնեց Պրահան։ Չեխիայի մայրաքաղաքում 2022 թվականին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչեց Հայաստանի վարչապետը։ Այսինքն վերջ իր 5000 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ հայաթափված Արցախը դառնալու է Ադրբեջանի մի շրջան։ Ռոբերտ Քոչարյանը արցախցիների վերադարձի հնարավորություն տեսնում է, եթե ՄԱԿ-ի բանաձևի հիման վրա անվտանգության երաշխիքներ ստեղծվեն։ Արցախի կարգավիճակի հարցն էլ է հնարավոր հասցնել ինքնավարի մակարդակի։ Որոշատի ավտոնոմ կարգավիճակ, որը երաշխավորված կլինի միջազգային պայմանագրերով, միջազգային դիտորդական առաքելությամբ։ Ես սա եմ տեսնում, երաշխիքները նշանակում է նաև ներկայություն որոշակի, այդ ներկայությունը ինչքան մեծ ենքան լավ, եւ սա ուղղակի բանակցային գործընթացից է կախված, թե դու ինչի ես հասնում։ Բայց Պրահան միայն Արցախի ճակատագիրը չկանխորոշեց, դրա արդյունքում բացահայտվեց Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը։ Հայաստանի իշխանությունն ըստ էության աթոռը քաշեց միջնորդ Ռուսաստանի տակից, այն Ռուսաստանի, որը ոչ միայն գերհզոր պետություն է ու տարածաշրջանում ազդեցիկ դերակատար, այլև ռազմավարական դաշնակից է։ Լուրջ մտածում եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել։ Սուտի չի լինում միջազգային հարաբերությունները։ Սկսում է այդպես ուղղակի չի լինում։ Ու ըստ էության իրենք ինչ դրանով Ռուսաստանի որպես միջնորդ, այդ միջնորդի աթոռը տակից վերցրել են։ Ասում են դուք են Ղարաբաղին Ադրբեջանը գնացեք իրար հետ բանակցեք։ Հիմա արդեն Հայաստանի ճակատագիրն է Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա։ Որ մարդ իր տեղը չի հայտնվում, մարդը փորձանք։ Ընդունված է համարել, թե Երևանն ու Բաքուն առանց միջնորդների են բանակցում, բայց ինչպես անվանել Անկարայի պահվածքը, երբ այնտեղից հնչող հայտարարությունները մեկին մեկ նման են Ադրբեջանի թեզերին, կամ գուցե այդ թեզերը ձևավորվում են հենց Թուրքիայում։ Այո, բանակցությունները ձախողեցին, անպատասխանատու, անպագորգոր հայտարարություններ արեցին, ամեն ինչ արեցին, որ Թուրքիան Ադրբեջանը թիկունքում sense ամբողջ բոյով կաղնի,
Եվ վերջում ստացանք սա։ Մինչդեռ Հայաստանը շարունակում է իր դաշնակցին գրգռելու վտանգավոր քայլերը։ Այն դաշնակցի, որից տնտեսական կախվածությունը վտանգավոր առավելագույնին է հասցրել։ Վերջի քվեարկությունը ա եղել Ռուսաստան հակառուսական մակում հակառուսական մի բան, էլի մի բանաձևի։ Միացյալ Նահանգները քվեարկել են դեմ, Հայաստանը քվեարկել է կողմ։ Հալավ դու քո հիմար չեք։ Իսկան դու իրականում էլի դու քո հիմար չեք։ Ինչ եք ուզում ձեր առևտրի 60% է Ռուսաստանի հետ։ Ուղղակի 60%։ Իմ ժամանակ Եվրոմիության հետ առևտուրը մեր մոտարապես արտաքին առևտրի 22-24% էր։ Հիմա 6-7% ընդհանրապես։ Ռուսաստանի հետ առևտուրը այն ժամանակ 25% էր, հիմա 55-ից մինչև 60%։ Դուք չեք հասկանում, որ այսպես մեկ բանով դուք կարաք ինքսի խնդիրներ ունենաք, որ տակից դուրս չեք գա։ Հեծանիվ չէինք հորինում, տնտեսությունը դիվերսիֆիկացվում էր բալանսավորված քաղաքականության միջոցով ու որպես գործիք կիրառվում էր միջազգային փորձը։ Քոչարյանը նկատում է, իր կառավարման տարիներին այդ մեթոդով ներդրվեց քաղծառայողի ինստիտուտը, ամրապնդվեց պետական ապարատը։ Ըստ էության քիչ բան ենք հորինել։ Հիմնականում այն մոդելները կայացած երկրներում հաջողված մոդելները համաշխարհային բանկից այդ ռևյունները իրենց վերցնում էինք եւ փորձում էինք կիրառել, այդ երկրների հետ կապվում էինք, այդ երկրներից փորձագետներ էին գալիս մեր մոտ, օգնում էին օրենսդրությունը բարեկարգել եւ հետո իրականացնել։ Այդ ճանապարհին բազմաթիվ խնդիրներ կային, բայց կարևորը հիմա գնահատենք, ուղղությունը ճիշտ ենք վերցրել թե չէ։ Իմ տպավորությամբ ուղղությունը ճիշտ ենք վերցրել։ Հայաստանի գործող իշխանությունը ոչ միայն չի դիվերսիֆիկացնում տնտեսությունը, այլև անթույլատրելի ու անպատասխանատու վարքով վանում է ներդրողներին։ Ինձ մտահոգում է, որ այս վերջի տարիների ընթացքում ընդհանրապես ներդրում չկա Հայաստանում։ Օտարերկրյա ներդրում գրեթե չկա։ Հայաստանը դարձել է սպասարկող երկիր, մեր տնտեսության ակտիվության առյուծի բաժինը ծառայություններն են։ Թերեզա Կադաևչյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։